Դե դրանք պարգևավճարները։ այդ պարգևավճարները տրվում էին տոնական այդ առիթներով, հա։ Առնվազն քանի հոգի էին հավաքում այդ 20,000-ները եւ ինչ առիթներով էին հավաքվում։ Ասենք մի տարվա մեջ առնվազն քանի հատ տենց 20,000-ների բազմապատկումներ կունենար։ Դե տեսեք, հստակ նշել չեմ կարող, բայց կարող եմ մոտավորապես ասել, որ 20-ից 30 հոգին, հա, այսպես ֆիքսված կարող են հավաքագրել։ Դուք եք հավաքագրել տալիս ձեր 87,000 դրամից 20,000 դրամ, որպեսզի նունան իրեն լավ զգար։ Ոչ։ Քանի անգամ չեք տվել։ Ես որևիցե անգամ չեմ մասնակցել այդ գործողություններին։ Բա փաստորեն դրա համար դուժել եք։ Եվ Այսինքն այդ կաշառքի միջոցներ, որպեսզի բոլորը ձեր տեղերը ստաբիլ պահեին, Եվ այո, եւ դա եւ ընդդիմադիր հայացքներն են նպաստել, հա, այդ ոչ բարենպաստ որոշումը կայացվի ու ինձ ազատեն։ Ուրիշ ում համար էին հավաքում այդ դրամները։ Հավաքում էր ավակ քրոջ համար Լիաննա Գրիգորյանի եւ ողջամտորեն մենք ենթադրում ենք, որ Ռուբեն Գրիգորյանն էր նաեւ այդ հասույթից տրամադրվում։ Այսինքն այս սխեման, այս սիստեմը դրվել է Ռուբեն Գրիգորյանի կողմից, то есть տնօրենի կողմից։ Այո։ Սա կաշառքի միջոց էր, այսպես իրենք տալիս էին պարգևավճար, այդ պարգևավճարը կիսում էին, նորից վերադարձնում էին իրենց։ Կամ էլ ամբողջությամբ էին վերադարձում։ Որտեվ եթե դուք պարգևավճար կարող եք առնվազն 3-4 ամիսը մեկ ստանալ կամ տոնական օրերին, այդ նույն տոնական օրերին էլ փաստորեն նույն հարթականությամբ ստանում եք այդ գումարների նվերները։ Ստացվում է, որ դուք ընդհանրապես պարգևավճարները հետ եք վերադարձնում իրենց, ճիշտ եմ հասկանում։ Այդ պարգևավճարներից ինչ որ հասույթ տրամադրում ենք ինչ որ մաս։ Այդ պարգևավճարը կարող լիներ աշխատանքային մի դրույքաչափի չափով, Սկն 100,000-ից 20,000 եթե ասենք քո դրույքաչափը լինում էր 100,000 դրամ, քո հերթապահությունները այդքան ատկատ էիք տալիս։ Հա, 20,000 դրամը 100,000-ից պիտի Հիմա սրանք շատ պատասխանատու եւ շատ վտանգավոր հայտարարություններ են։ Դուք ես վտանգավոր հայտարարություններ, օրինակ մեր եթերից հետո ենթադրում եմ, որ ձեզ անպայման դատի տալու փորձ կարվի, կամ ձեզ պատասխանատվության ենթարկելու կամ ձեզ հերքելու նվազագույնն եմ հերքելն ասում։ Չասեմ թե ֆեյքերի խմբերով ինչպես են փորձելու ձեզ պախարակել։ Դուք պատրաստ եք դրան եւ պատրաստ եք դատարանում ապացուցելու ձեր հայտնած տեղեկությունը, որտեղ սա իսկապես կոռուպցիոն սխեմայի մասին է։ Այո, ես պատրաստ եմ, ես իմ ցանկացած նախադասություն, ցանկացած բառ պատրաստ եմ հիմնավորելու այն ինչ որ ես եթերային այս տաղավարից հնչեցնում, դա համապատասխանում է իրականությանը։ Իսկ մարդիկ կողմ էին, որ այդ գումարները տային։ Հաճույքով էին տալիս այդ գումարները։ Տեսեք, այդ ժողովի մասին, երբ որ ես ասեցի, որ ժողովի, դրամահավաքների ժողովի։ Այո, դրամահավաքի, որ ենթակայանի վարիչը, բարբերաբար բնույթ կրող, Ենթակայանի վարիչը մի օր ժողովա հրավիրում, նախ ստանում է աշխատակիցների մի մասի դժգոհությունը, որ չհասկացա, այսինքն ինքը ավանդույթների մասին հայտարարության համար էր այդ ժողովը անում, թե ժողով էր անում, որ միանգամից բիրիկով հավաքեր գումարները։ Այդ հայտարարությունը պետք է նպաստեր այդ գումարների հավաքագրմանը։ Պետք է հավաքագրվեր կոնկրետ անձնավորության կողմից եւ կոնկրետ անձնավորությանը, հա, հասցվեր այդ գումարը ծրարներով։ Այդ անձնավորությունը, որ հավաքում, ում ձեռքում հավաքվում էր այդ գումարը, Անահիտ Գևորգյանն է։ Այսինքն ավակ բուժքույրը։ Բժշկուհի Գևորգյանը։ Ահա։ Այդ գումարներից Անահիտ Գևորգյանը բաժին էր հանում եւ ավակ քրոջը եւ ենթակայանի վարիչին։ Հիմա այդ ժողովի ընթացքում, որ վերին էշելոնի համար պիտի փողեր հավաքենք, դժգոհություններ եղան։ Իսկ դա ինչպես արտահայտվեց։ Տենց ուղակի նեղացան, քիթը կախեցին, թե համարձակվեցին ասել, «Էս ինչ եք անում, եղբայր»։ Բուժքույրերի Դու ես որ դու որոշես, թե էս ինչքան նվեր պիտի անեմ։ Տեսեք, բուժքույրերը, երբ որ այդ ժողովը լինում է, իրենց ընդդիմությունն, ոնց ասեմ, ընդդիմանում են, հա, դիմադրություններ իրենց ցույց տալիս, որ մենք պատրաստ չենք, մենք ինչի համար, ասենք, կոպիտ ասած, ամենքս մի լուրջ ծախսի տակ մտածենք, մի հատ էլ մեր բան ու գործը թողենք, մտածենք, թե վարիչին ու ավակ քրոջը փող պետք է մեր բանից տանք, հա, աշխատավարձից, որ մեզ պրեմիա տան, որ մեզ ավել սուտ կա, բան հերթապահություն, հա, ապահովեն, ու ոմանց մոտ, որ ստացվում է այդ դիմադրությունը, նրանք ժողովից հետո լքում են այդ դահլիճը, ոմանք էլ որ դիմադրություն ցույց չեն տալիս, այնուամենայնիվ մասնակցում են այդ գործողություններին։ Այսինքն ոմանք ուղղակի բոյկոտում դուրս են գալիս, ուղղակի բոյկոտում են, հա, ժողովից հետո դուրս են գալիս ու ասում են, որ մենք չենք մասնակցելու այդ
Իսկ այդ ոմանքը շատ էին։ Կան Մի 10-ի հասնում են գոնե։ 15 Հետո ինչ հոգու տեղի սահմաններում։ Ինչ տեղի ունեցավ այդ ժողովից հետո։ Հետո տեղի ունեցավ այն, որ մեր ենթակայանի բուժքույրերից Մարգարիտա Իսրայելյանին, երբ որ բժիշկներից մեկը ասում է, որ դու պետք է, հա, այսքան գեղանուշ է, ընդ որում այդ բժշկուհան ասում է, դու պետք է այսքան գումար տաս, որ այս վարիչին հատկացնեմ տոնական ծննդյան թե նոամանորյա ինչ որ միջոցառումների համար, Մարգարիտա Իսրայելյանը դիմադրություն է ցույց տալու, ասում է չեմ տալու, ինչի համար եմ տալիս ես այդ գումարը։ Լևոնովնա Հայրապետյանը ենթակայանի վարիչը իր զուգարանն է մաքրել տալիս Մարգարիտա Իսրայելյանին։ Այսինքն, եթե դու չես համաձայնում գումար տալ կամ միանալ դրամահավաքին, մեր ուզած չափով նշանակում է դու պետք է պատժվես զուգարան մաքրելու։ Մաքրուհի չկար, այսինքն բուժքույրը պետք է գնար մաքրուհի։ Բուժքույրը եւ այո, ես հենց այդ օրը հերթապահ եմ, երբ որ Մարգարիտա Իսրայելյանը զուգարանը, հա, վարիչի մաքրեց, սենյակը մաքրեց, հա, որբիսի ոնց հասկացա խույս տա այդ աշխատանքային պայմանագիրը լուծարվելու գործընթացից։ Բայց սա շանտաժի ձև էր։ Սա տիպիկ շանտաժի ձև էր։